Պարոն Հակոբյան, տեսեք, մենք շաբաթներ առաջ արձանագրեցինք, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հայկական ժամանակի եթերում հետևյալ միտքը արտահայտեց, որը սպառնալիք եւ շանտաժ էր իմ գնահատմամբ, եւ ես ասեմ, որ այս թեմայով պատրաստում նաեւ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին։ Ինչ է ասում, ասում է, որ ազգային անվտանգության ծառայությունը հոգեվորականների վերաբերյալ հավաքել է վարկաբեկիչ նյութեր, կոմպրոմատներ, այսպես ասած, եւ դրել է Նիկոլ Փաշինյանի սեղանին, եւ բոլոր այն հոգեվորականները, ովքեր չեն ուզում այդ վարկաբեկիչ նյութերի հրապարակայնացմամբ հայտարարվել, այսը իր բառներն օգտագործում, ապա պետք է կատարեն իշխանության կամքը։ Ինչու են այսքան ցինիկացել, ինչու են, չէ՞ որ սա ապօրինություն է, դուք էլ իրավունքի մասնագետ եք, մեզ կհուշեք, հա, ապօրինություն է ակնհայտորեն եւ պարզ է, որ այս ապօրինության մասին նման բացահայտ կերպով խոսելը ինչ որ բան պիտի հուշի եւ երկրորդը հենց այս ապօրինության մասին խոսքից հետո Նիկոլ Փաշինյանին միացան այս եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ։ Մենք կարող ենք նաեւ երկրորդ հարց արդեն ենթադրել, որ այս մարդիկ հենց այդ շանտաժի սպառնալիքի ներքո են միացել հակաեկեղեցական արշավին։